իսկ բոլոր են մարդիկ, ովքեր որ, գիտեք, ոնց ասեմ, չվճարող մարդը աչքերը կախ ամոթից գետինը մտնելու փոխարեն հələ մի հատ է ելույթներ ա ունենում, հələ մի հատ է հորթուբորթ ա գալիս, հələ մի հատ էլ ագրեսիվ ա։ Եվ մենք ենք մեղավոր, մենք բոլորս, նաև սիրելի երևանցիներ, ամենայն սիրով եւ հարգանքով բոլոր պարտաճանաչ քաղաքացիները, որովհետեւ իրականում մենք բոլորս մեր պարտքը կատարում ենք, մենք 2022 թվականից տենց տարի չի եղել, որ շարժակազմը չավելացնենք Երևան քաղաքում, նոր ավտոբուսներ, նոր տրոլեյբուսներ չգնենք։ Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պարտաճանաչ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր որ պարտաճանաչորեն վճարում են, եւ բայց արձանագրենք, որ այն մարդկանց, ովքեր որ չեն վճարում, այդ մարդկանց մենք մեր սենց որպես բեռ բոլորս միասին մեր վզին տանում ենք։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև օրինակ ինչ են ասում այն մարդիկ, ովքեր որ չեն վճարում, ասում են տեղ չկա ավտոբուսում։ Այս հաշվարկը ցույց է տալիս, որ շաբաթական մի 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, այս հաշվարկը։ Սա ինչ է նշանակում, որ շաբաթը 2 ավտոբուսի նոր ավտոբուս կարայինք առնեինք, շաբաթական, այդ չվճարողների հաշվին։ Այսինքն իրենք բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնել, չնայած որ մենք գնել ենք, ամեն տարի էլ գնել ենք, այս տարի էլ ենք գնելու ու ավելացնելու ենք ու որակը բարելավենք։